Հայ, այս գոստեկներ Հայ, Ստյոպիկին ասակա, Ոստիկանությունը արդեն հայտարարություն է տարածել, որ պատրաստվում է բացել Բաղրամյան պողոտայի երթևեկությունը, բնականաբար ցուցարարները դեմ են դրան։ Ձեր կարծիքով թե ոստիկանությունը դիմի գործողություններին, արդյոք դրանք իրավաչափ են եւ արդյոք Չեմ կարծում, որ այս հարցը ներկա պահին այս իրավիճակում անհնար է երկխոսությամբ լուծել։ Ես կարծում եմ ցուցարարների եւ ոստիկանների միջև երկխոսության շնորհիվ կարելի է հասնել ցանկալի արդյունքի։ Հիմնական մեր ներկայությունն էլ այստեղ նրա համար է, որպեսզի անցանկալի երևույթներ եւ դրսեւորումներ չլինի, որպեսզի մեր երկրի հեղինակությունը ոչ մի դեպքում միջազգային ասպարեզում չոտնահարվի, շահարկումների տեղիք չտա, որպեսզի մեր երկրում ոչ մի քաղաքացի ճնշումների եւ ուժի չկիրառվի, չգործադրվի եւ ոչ մի տուժող այս իրավիճակում չլինի։ Ես ոստիկանության պահանջների օրինական, ոչ օրինական լինելու գնահատական նման տալու զերծ կմնամ, բայց այն որ ներկա գործողություններում պետք է լինի քաղաքակիրթ ձևի մեջ եւ ես նորել շեշտեցի, որ երկխոսությամբ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի։ Ձեր կարծիքով այս գործողությունները, որ սկսեն ոստիկանության կողմից, արդյոք իրավաչափ են ցուցարարների պահանջները կխնդրեն։ Գիտեք, ես մի փոքր ավելի ուշ գնահատականներ կտամ, որովհետեւ ես կցանկանայի տեսնել, թե առաջիկա ինչպիսի զարգացումներ են լինում։ Պարզապես պետք է երկու կողմերին էլ ողջախոհության եւ զգոնության կոչ անել, որպեսզի որևէ բռնություն, որևէ մասնակիցի նկատմամբ չկիրառվի։ Ոստիկանությունը հորդորում, խնդրում ու պահանջում է մեր համակարգացիներին երթևեկելի մասը ազատելու, ընդամենը, ու շուրջ 15 օր երթևեկելի մասս, մենք հանրահավաքը չենք արգելում, խնդրեմ թողանեն, բայց ամեն ինչը բերեն օրինական դաշտ։ Սա է ընդամենը մեր խնդրանքը, հորդորը եւ պահանջը մեր համակարգացիներից։ Համակարգացիները հրաժարվում են բացել Բաղրամյան պողոտան, պնդելով, որ իրենց ակցիան շարունակվում է։ 15 օր թե չի խանգարի, այժմ ի՞նչն է պատճառը, որ խանգարի։ Ակցիան չի կարող բացարձակ բնույթ կրել։ Այն կարող է նաեւ ցանկացած ժողովրդավարական պետությունում սահմանափակվել իշա հասարակական կարգի պահպանության, իշա այլոց իրավունքների եւ ազատությունների խախտման, այդ թվում նաեւ բնականոն երթևեկության վերականգնման։ Ախր դուք եք դա հասկանում։ Հիմա հորդորելու ենք ձեզ չխանգարել մեզ, մենք չենք ուզում խոչընդոտել ձեր մասնագիտական աշխատանքներին, բայց նաև հորդորում ենք ձեզ չխանգարել մեզ, որպեսզի հետո ավելորդ հայտարարություններ չլինեն։ Եվ ի սկզբանե հայտարարում են ոստիկանությունը բացատրական աշխատանքների շնորհիվ փոխըմբռնման պայմաններում լիահույս է, որ իրենք մեզ կհասկանան։ Իրենց ակցիան թող շարունակեն, բայց ոչ երթևեկելի մասում։ Ընդամենը այս կանը հատուկ միջոցներ կամ այլ ուժ չի գործածվելու։ Խնդրում ենք իրենց կողմից էլ, որ ինչ որ մեկը երաշխավորի դա, որ իրենց կողմից չի լինելու դա։ Իսկ այնտեղ ոչ մեկ չի երաշխավորում դա։ Առաջի օրը Սարնասարյան Դավիթ ասում էր ինքը շարքային քաղաքացի է։ Երկրորդ օրը կազմակերպիչ, երրորդ օրը տեզերագնաց, այդպես չի լինում։ Մեկը պետքա ստանձնի պատասխանատվությունը, մեկը պետքա բանակցի։ Հիմա մենք իրանց խնդրում ենք, դուք եք տեսնում իրանց քանակը, բայց դա բացարձակ ոչինչ չի նշանակում։ Մեր ցանկացած քաղաքացի, սկսած իրանցից ավարտված ոստիկանով, մտահոգ է երկրի ներկայով ու ապագայով։ Եվ հիմա որպես մտահոգ քաղաքացիներ ես կոչ ենք անում, ընդհանրապես երթևեկելի մասը ազատել։ Սա աննորմալ երևույթ է։ Ու այս ժխտողականությունը իրանց ոչ միտեղ չի տանի։ Պահանջներ են դրել, պահանջները գրեթե բավարարվել են։ Գործընթաց է։ Եթե չի բավարարի իրանց, խնդրեմ նորից թող հավաքվեն։ Հարգելի լրատվական միջոցներ, անգամ ոստիկանների մոտ մահակներ չկան, որը նաև օրենքով է, անգամ առօրյայում երթուղում ծառայություն իրականացնող բարեկայինը պետք է կրի դա պարտադիր կանոն է, պետք է կրի մահ, անգամ մահակներ չկան։ Պարոն Օսիպյան, բայց հատուկ պատրաստված ոստիկանների ձեռքերը մահակներից կարծում եք պինդ են։ Մահակներ ինչ պետք է լինի։ Մահակներից պինդ են իրենց ձեռքերը, էլի։ Ես բան չասեցի, մեր ոստիկանները այո հատուկ պատրաստականություն անցնում են եւ մշտապես զբաղվում են այդ ուղղությամբ, իրենք կատարելագործում են, բայց նաեւ մահակը կարգավորված է օրենքով, դա պարտադիր կանոն է, որ պետք է իր մոտ կրի ծառայության ժամանակ։ Ֆիզիկական ուժը կարգում է ոստիկանության մասին օրենքի 30 հոդվածով, դրա համար մի խուսափեք։ Այո, ոստիկանին օրենքը թույլատրում է կիրառել ֆիզիկական ուժ, հա,
իրավախախտին կարգի հրավիրելու համար, այնուհետև բաժին բերման ենթարկելու համար։ Թող պահանջում են հետ բերեն։ Որտե ինչի վրա։ Տեսեք որտե երրագույնը նկարած եւ բանը Հայաստանի Հանրապետության գերբը։ Մի հատ էս որտե կա երրագույն Հենց այն աղբամանի մեջ է, սա թափեն Մի ապել։ հատ էս աղբամանի մեջ կա նման բան անեք։ Ես պահանջում եմ շուտ հետ։ Լավ, հասկացանք, տեսեք, հասկացանք, այո, անթույլատրելի է։ Անթույլատրելին ո՞րն է։ Հարգելիս ընդունեցի, դուք ասեցիք ես Պանոսիկա, ես ընդունեցի։ ես մի ժամ դիմում եմ, դուք հարցազրույց եք տալու։ Դուք որ Կարենք ավելի շուտ կանխենք։ 1 րոպե չկա, բոլորը ֆիքսել են, ինչ եք դա ասում։ 1 րոպե չկա, որ ինձ մոտեցել։ Ինձ մեկ անգամ ասեցիք, այլ բաներ մի ասեք ստեղ։ Կամերաները ֆիքսել են բան։ Մեկ անգամ եք ասել, երիտասարդ։ Ես պահանջի։ Թող հետ վերադասի եղալի։ Տվեք պահ ոստիկան։ Ուրեմն էսի մեր երրագույնը ու ոստիկանությունը եւ սանիտետի աշխատողները սրանով զիբիլ էին հավաքում։ Բռնություն չեն գործադրելու, իրանց հեռացնելու ենք բանուկ մասից։ Պարոն Փաշինյան, ձեր հեղինակությունն էլ օգտագործեք։ Ես էլի եմ ասում, ես կազմակերպչական գործառույթ այստեղ չունեմ, իմ միակ Ունեք այնքանով, որքանով, թույլ տվեք, դա էլ ես ասեմ։ Ձեր հեղինակավոր խոսքը անցնում է, ես այդ նկատում եմ։ Խնդրում եմ, հորդորեք պարտավորվել եմ, որ բովանդակությանը որևէ ձևով չեմ ես հորդորում եմ։ Ես ես հարց եմ տալիս։ Իրենց էլ ձեզ էլ մի հորդորում եմ, որ բռնությունը պետք է բացառվի։ Մենք բռնությունը բացառում ենք, մենք իրենց խնդրում ենք այդ Եթե բռնությունը բացառում եք, ես ուրեմն էլ գիր աշխատակիցներն են իրենց Իմ խնդրում ասելիքը օրդորել ու այդ դուրս գա։ Չէ, որ այլոց իրավունքները ձեզ չի հետաքրքրում, ազատությունները։ Կարծում եմ հետաքրքրում է։ Դրա համար պետք է լինենք հավաքների ազատության եւ արտահայտվելու ազատության իրավունքը կարծում եմ շատ կարեւոր է ժողովրդավարական։ Սահմանադրության 42 հոդվածին եմ հողում անում, պարոն Փաշինյան։ Ես ուզում եմ մենք արձանագրենք, որ մեզանից յուրաքանչյուր իրականացված ապօրինի գործողության համար այդ գործողության հեղինակը համապատասխան եւ քաղաքական եւ իրավական պատասխանատվություն ակնում եւ ես հերթական անգամ որպես ազգային ժողովուրդ ազգամավոր հիմնվելով օրենքի վրա ուզում եմ արձանագրել իմ կարծիքը նաեւ որ բռնությունը պետք է բացառվի։ Բռնություն չի լինելու, մենք հորդորում ենք, խնդրում, նույնիսկ պահանջում, որ իրանք ազատեն երթևեկելի մասը։ Հատուկ միջոցներ ուժ չի գործադրվում։ Բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում են կատարել ոստիկանների պահանջները։ Ոչ, չեմ պատասխան, որովհետև իրավաչափ պահանջ չի եւ ոստիկանները ուղղակի ուզում են հիմա սադրեն, մենք չենք տրվելու սադրանքներին, բայց ամուր կանգնելու ենք կամ նստելու ենք այստեղ։ Իսկ եթե ոստիկանությունը ամեն դեպքում որոշի ուժ կիրառել։ Մենք ուժին ուժով չենք պատասխանելու, խաղաղ ցույցա մենք ուղղակի պինդ ու ամուր կանգնելու ենք։ Դա է մեր պատասխանը։ Խնդրում եմ ձեզ, հարգելի լրագրողներ, անցեք այս կողմ, այս աջ կամ ձախ կողմ, հարգելի լրագրողներ։ Հարգելի լրագրողներ, խնդրում ենք բարձրացեք Հարգելի ոստիկաններ, ներկայացրեք որոշման մասին, գրավոր ստեղծով ներկայացրեք բոլոր մասնակիցներին, որովհետև դա ձեր պարտականությունն է։ Դուք պարտավոր եք ներկայացնել որոշումը գրավոր տեսքով բոլոր մասնակիցներին։ Մեր սեփականությունը մի Մեր սեփականությունը վնասում է։ Ես ուրիշ բան էի խոստացել Հերացե! Հերացե! Հերացե!
Այդ ենք դուրս տա։ Հայ, դեպի մայր, հրավիրում։ Ամեն ինչ ականատես եղել, ինչպես եք վերաբերում եւ ինչ նկատեցիք այդ գործողությունների մեջ։ Այսպիսի մի սկզբունք կա, որ եթե հավաքը խաղաղ է, ապա ոստիկանությունը իրավունք չունի միջամտելու, ուշ կիրառելու։ Սա մի կողմից, բայց մյուս կողմից էլ ամեն դեպքում, ինչքանով ես տեսա, այս անգամ ի տարբերություն նախորդ դեպքերի, ոստիկանությունը բավականին պրոֆեսիոնալ գործեց առանց հատուկ միջոցներ կիրառելու եւ փաստորեն բավականին իհարկե ուշ կիրառվեց, դե բնականաբար մարդկանց բռնում տանում էին, բայց առանձնապես այսպես ասած բռնություններ չկիրառվեցին եւ համենայն դեպս ըստ ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյաների բերման ենթարկվածները շատ արագ ազատ կարձակվեն։ Ուզում ասեմ, այստեղ կա մի կողմից իհարկե այս նորից կրկնեմ, որ կար պրոֆեսիոնալ գործողություններ, մյուս կողմից այսինքն համաչափությունը պահպանված էր, իրավաչափության հետ կապված դեռ բանավեճեր կլինեն։ Ես իրավաչափության մասն եմ հարցնում, իշխանով իրավաչափ ոստիկանների գործողությունը փողոցը բացելու եւ ցուցարարներին տանելու։ Այստեղ գիտեք ինչ կա, այստեղ այսպեսի մի հարց կա։ Մի կողմից խաղաղ հավաքների իրավունքով ցանկացած հավաք անհանգստություն է պատճառում մյուսներին, հատկապես երթերը, բայց այստեղ խաղաղ հավաքների հիմնական սկզբունքն այն է, որ այդ անհանգստությունը պատճառելը պետք է իրենց խոսքը տեղ հասնել ավելի գերակա է, քան ուրիշներին անհանգստություն պատճառելը, բայց նաև այդտեղ սահմանվում է ժամանակ, որ այսքան ժամանակվա ընթացքում եւ դրան գումարած կա նաեւ մյուսը կա, որ եթե հավաքը խաղաղ է, ապա չպիտի ուշ կիրառվի։ Տվյալ դեպքում մի կողմից ժամանակը խախտված է, եթե մենք ժամանակի առումով նայենք, բայց մյուս կողմից ինքը խաղաղ էր հավաքը։ Այսինքն ինչքանով է իրավաչափ ոստիկանության ուշ կիրառելը։ Սա բան է, դեռևս էլ քննարկման խնդիր է, բայց ես մի անգամից այսպես ասեմ, օրենքներ, իրավունքներ, բայց մի կարևոր հարց կար։ Ես համոզված եմ, եթե այստեղ հավաքվածները լինեին 500 մարդ, ապա ոստիկանությունը ուշ չէր կիրառի, ինչպես չէր կիրառում ամսի 23-ից հետո։